Փակ խանութներ ու անաղմուկ փողոցներ։ Քաշմիրը քարացել է երեքշաբթի տեղի ունեցած մահաբեր հարձակումից։ Ջամուի եւ Քաշմիրի Փահալգամ քաղաքի շրջանում գտնվող Բայսարան հովտում է տեղի ունեցել զինված հարձակումը, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են։ Բոլոր մահացածները տղամարդիկ էին, նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ Հնդկաստանի տարբեր նահանգներից, 2 հոգի Արաբական Միացյալ Էմիրություններից ու Նեպալից էին։ Ահաբեկչության զոհերից Սայեդ Ադիլը զբոսավայրի աշխատակիցն էր, նա փորձել է կանգնեցնել ահաբեկիչներին, դիմադրել է։ Հերոսաբար զոհված տղայի թաղմանը նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներն են ներկա եղել։ Նա ապացուցել է իր խիզախությունը, փորձել է կանգնեցնել հարձակումը, բայց սպանվել է։ Մենք կհոգանք նրա ընտանիքի մասին։ Ջամու եւ Քաշմիրի վիճահարույց տարածքը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ոչ միայն տարաձայնությունների, շատ հաճախ նաեւ բախումների պատճառ է դառնում։ Նահանգը նոր էր աչք բացել զինված ընդհարումներից։ Զբոսաշրջային բացառիկ հնարավորություններով Քաշմիրում է գտնվում Ամարնաթ քարանձավների խումբը, հինդուիզմի գլխավոր սրբավայրերից մեկը։ Մարդկանց հիմնական եկամուտը զբոսաշրջությունից է։ Հիմա մտավախություն կա, որ էլ ոչ մի զբոսաշրջիկ չի համարձակվի գնալ Քաշմիր։ Ոչ միայն մի ընտանիք, ամբողջ Քաշմիրն ու Հնդկաստանն է շոկի մեջ պատահածի պատճառով։ Մենք պարզապես մեզնից մեկին չենք կորցրել։ Եթե պատասխան չտրվի, մենք կկորցնենք նաև Քաշմիրի վերակենդանացման հույսը։ Պաշտոնական Նյու Դելհին կոշտ պատասխանների մի ամբողջ փաթեթ է պատրաստել։ Երկրից արտաքսվում են Պակիստանի բոլոր քաղաքացիները, կրճատվում այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Մինչև մայիսի 1-ը երկու երկրների բարձրագույն հանձնաժողովների կազմը կկրճատվի, 55-ի փոխարեն 30 աշխատակից կլինի։ Նյու Դելհիում Պակիստանի ներկայացուցչությանը կից ռազմական խորհրդականները պետք է լքեն Հնդկաստանը մեկ շաբաթվա ընթացքում։ Կասեցվել է նույնիսկ Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագիրը, որը 1960 թվականին էր կնքվել եւ որով Հնդկաստանը բացառիկ իրավունք էր ստացել օգտագործել արևելյան բոլոր գետերի եւ դրանց վտակների ջրերը, մինչեւ դրանց Պակիստան մտնելը։ Պակիստանն էլ օգտագործում էր արևմտյան գետերի ջրերը։ Իսլամաբադը նաև միանվագ դրամական փոխհատուցում էր ստացել դրա դիմաց։ Զորքը մարտական պատրաստականության է բերել Պակիստանը։ Սահմանային բոլոր անցակետերը փակվել են։ Վերջին հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Դիմադրության ճակատ խմբավորումը։ Հնդկաստանը Պակիստանին է մեղադրում անդրսահմանային ահաբեկչությանը աջակցելու համար։ Ըստ փորձագետների, լայնածավալ պատերազմի շեմին են Հնդկաստանն ու Պակիստանը։ Երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։